բաց թողնել ձեռքից։ Ցտեսություն։ Ինչ ես մտածում ես ամենի մասին, Խաչիկ։ Մտածում եմ արժի փորձել։ Միայն ամեն ինչ մանրամասն հաշվարկելուց հետո։ Հիմա չեք ուզում պրիզնատ գաք, թե ում նավոտքով եք մտել հովանեսն։ Հա՞։ Մեր խոդով ենք եկել։ Արա դուք ձեր խոդով չէիք կարող մտնել։ Դուք գիտեիք թե տունտունն է։ Կոր ուղղակի լսել ենք, որ հովան տունը նոթբուք է պահում, որի դիմաց մեզ գումարներ են տալի։ Դրա համար էլ որոշել ենք մտնենք։ Մենք հիմա կորոշենք, որ ձեզ թե սաղ-սաղ թաղենք, տմբարներ։ Տղեկ դոզի տակ ենք եղել, չենք ջոգի, ինչ ենք անում։ Բա որ տանը մարդն էր, ինչ էիք անում։ Ոչ մի բան ախպեր, թողելու են գնայինք։ Ես քեզ ինչ ախպեր, այ անասուն։ Կարոջի լսեք ինչ եմ ասում։ Կամ ասում եք ում հրամանով եք եկել ստեղ, կամ երկուսից ծածկացնում եք։ Լսարա։ Կորի երդվում ենք բոլոր սրտկություններով, ոչ մեկ մեզ չի ուղարկել։ Առաջինը ում եմ ջուլում, քեզ թե ընկերոջը տարա։ Մենք մեր խոդով ենք եկել, տղեկ, մեզ ոչ մեկ չի ուղարկել։ Հա գոր, ով է դրանց ուղարկել։ Իրանք իրենց խոդով են եկել, ով դոզի տակ են եղել, ուղղակի լսել են, որ թանկարժեք նոթբուք կա, ուզեցել են տանեն ծախեն։ Այդպես էլ պատիլներ։ Հիմա այս քաղաքում ամեն շուն գիտի այդ մասին։ Հիմա սրանց հետ ինչ ենք անում։ Լավ ջարդեք, թողեք ռադելնեն գնան։ Քիչ չի սրանց համար։ Արա ինչ ասում եմ, մենակ համը չանեք։ Լավ։ Ես ամբողջությունը տակնու վրա եմ արել, էլ տեղ չի մնացել, որ չնայեմ։ Ոչ մի նոթբուք չկա մեր տանը, Արմեն։ Անայդ, բայց այդ ազդանշանը ձեր տանից է գրանցվել։ Հա, բայց ես ինչ անեմ, որ չկա։ Հովիկը տանը ինչ-որ գախնի տեղ ունի, որտեղ փաստաթղթեր է պահում։ Ասենք գախնի սեյֆ։ Չէ, չունի։ Չունի, թե դու չգիտես։ Ես չգիտեմ, Արմեն։ Անայդ, մենք պարզապես զրուցում ենք, հանգստացի։ Մենք չենք զրուցում, է։ Դու ուղղակի ինձ հարցաքննում ես։ Ես առանց էդ էլ արել եմ ավելին, քան հնարավոր էր, Արմեն։ Ու պետքա սրանով սահմանափակվել։ Ինձ թվում է, Անայդ, ես անցած անգամ քեզ մանրամասը բացատրեցի, թե ինչ է սպասում քեզ ու երեխաներին, եթե մենք այդ նոթբուքը չգտնենք։ Հա, բայց որտեղից գտնենք, որ չկա, Արմեն։ Չէ, այսօր քո հետ զրուցելն անհնարին է, որովհետև դու նյարդայնացած ես։ Այդ նրանից է, Արմեն, որ այսօր առավոտվանից ես թե Հովիկին, թե մնացածներին բացատրություն եմ տալիս, թե տունը ինչի եմ տակնու վրա արել։ Ես հիմա համոզված եմ, այդ նոթբուքը մեր տանը չի, Արմեն։ Լավ, Անայդ, արի ուրիշ ճանապարհով գնանք։ Ոչ ստանդարտ։ Ես ինչքան հիշում եմ, մինչև քո ու Հովիկի ամուսնանալը Թամարը աշխատում էր ձեր տանը, չէ՞։ Հա, այդպես է, բայց Թամարն էս ամենի հետ ինչ կապ ունի։ Ուղղակիորեն չունի, բայց հնարավոր է անուղղակի կապ ունի։ Թամարը վաղուց է աշխատում Հովիկի մոտ, Անայդ։ Ու կարծում եմ նա գիտի բաներ, որոնց մասին որ դու չգիտես։ Խոսքս գախնի սեյֆի կամ նմանատիպ բաների մասին է։ Ես նույնիսկ չեմ բացառում, որ Թամարը հնարավոր է շատ լավ էլ տեղյակ այդ նոթբուքի մասին։ Ես այդպես չեմ կարծում, Արմեն։ Ու միայն նրա համար, որ Հովիկի բնավորությունը շատ լավ գիտեմ։ Նման թեմաների շուրջ նա Թամարի հետ չէր խոսի։ Ես հասկանում եմ, նա չէր կիսվի, բայց ոնց որ ասացի, Թամարը վաղուց է աշխատում Հովիկի մոտ ու գիտի բաներ, որոնց մասին որ դու չգիտես։ Իդեպ դու Թամարի հետ այս մասին խոսել ես, Անայդ։ Թամարն արդեն 10 օր մեր տուն չի գալիս, հիվանդ պառկած է։ Պետք է խոսել Թամարի հետ։ Ինձ թվում է, որ նա միակ մարդն է, որ մեզ այս հարցում կարող օգնի։
Նախ ուզում եմ ձեզանից շնորհակալություն հայտնեմ, որ չեք մերժել խնդրանքս ու ներկայացել եք հավաքին։ Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Հովոյին։ Ես նրան չէի հրավիրել, որին ես չէի հրավիրել, բայց նա եկել է։ Ու ես դա ընդունում եմ որպես հարգանքի նշան։ Ես գիտեմ, դուք բոլորդ զբաղված մարդիկ եք։ Դրա համար էլ երկար չեմ ձգի։ Կասեմ այն, ինչի համար հավաքվել ենք։ Ես 25 տարի նստել եմ։ Նստել եմ մի գործի համար, որ մենակ չեմ արել։ Բայց ես չեմ բողոքում։ Ու այդ պահով ոչ մեկիդ հետ պարտք ու պահանջ չունեմ։ Այդ անձնական, բայց բիզնեսի պահով ձեզանից շատերի հետ հարցեր ունեմ։ Ու ինչ կարգի հարցեր են դրանք, Մելիք։ Հիմա կասեմ, Հովո։ Այն ժամանակ, որ ես ազատության մեջ էի, այս քաղաքում տենց գործ չկար, որ ես մեջը փայտ չունենայի։ Ասեմ ավելին, այս սեղանի շուրջը նստած տղաներից շատերը իմ փողերով են վերև բարձրացել։ Ու հիմա ես եկել եմ ստանամ այն, ինչ ինձ է պատկանում։ Իսկ հնարավոր է, որ դու կոնկրետ մարդկանց կոնկրետ պահանջներ ուղես։ Ես այդ նրա համար եմ ասում, որ ներկա հավաքի մասնակիցներից մեծ մասը քո հետ ասած ժամանակաշրջանում կամ շատ փոքր ու բնականաբար չէին կարող քո հետ գործեր անեին։ Մենք հայ ենք, Երեմ, ու սիրում ենք ավանդույթները պահպանել։ Դու ճիշտ ես։ Այս սեղանի շուրջ նստած որոշ մարդկանց չեմ ճանաչում։ Որոշների հետ էլ գործեր չեմ արել։ Բայց գործեր եմ արել նրանց հերերի, նրանց մեծերի հետ։ Հա, ես հիշում եմ, ժամանակին դու հորս հետ գործեր ես դրել։ Ու ես հիմա ուզում եմ հասկանամ, թե դու ինչ ակնկալիք ունես ինձանից։ Ես ակնկալիքներ չունեմ, Մալխաս, որովհետև ակնկալիքներ բառը ուրիշ ձև եմ հասկանում։ Ես պահանջներ ունեմ, որ պիտի կատարվի։ Եթե զրույցդ պիտիներով ու պահանջներով ես վարելու, դրա համար հարմար տեղ չես ընտրել, Մելիք։ Մենք ընդառաջել ենք քո խնդրանքին ու հավաքվել ենք։ Ու բարի եղիր հարգանք ցուցաբերես։ Այն մարդիկ, որ ինձ ճանաչում են, գիտեն, որ ես վարվեցողության կանոնների սիրահար չեմ։ Ես ուղիղ մարդ եմ, ու ինչ մտածում եմ, այն էլ ասում եմ։ Ու ես չեմ եկել այստեղ, որ ովիցե մեկիդ վիրավորեմ։ Անձամբ դու, Մալխաս, այն 25 տարին, որ ես նստել եմ, ու տոկոսները չեմ ստացել ընդհանուր գործից, դու ինձ պարտքես $5 միլիոն։ Ինչքան? $5 միլիոն։ Այդ իսպանական բանտերում կարող է բացի հաց ու ջրից, ուղեղը բթացնող դեղեր են տալի, Մելիք։ Չես ջոգում, ինչ ես խոսում։ Հորդ հիշատակի հանդեպ ունեցած հարգանքից այս անգամ կներեմ քեզ։ Նայի, երկրորդ անգամ չշկրվես։ Չէ, ինչ։ Ասելիքդ ասա, ինչ։ Ես առաջարկում եմ, որ հիմա բոլորս հանգստանանք ու թեմայից չշեղվենք։ Դու մեզ մի հանգստացրու, Միրո։ Քո ընկերը եկել է շատ մեծ ախորժակով ու մեզ չհիմնավորված պահանջներ է ներկայացնում։ Իմ պահանջները լրիվ հիմնավորված է, Հովիկ։
Ճանաչում ես հորդ ձեռագիրը, Մալխաս։ Եթե դժվար չի կարդա, թե հերդ ինչ ա գրել։ Կարդա։ Կարդա թող ներկաները իմանան ու որ իրենց միջից հանեն այդ կասկածները, թե ես չհիմնավորված պահանջներ եմ ներկայացնում։